Ներողություն Սերգեյ Մուրադյան, իհարկե, եւ կիսապաշտպաններ Արտակ Դաշյանը ու ողջունում են միմյանց։ Թիմ հարցակողներ ձախից Վիրջիլ Պինսոն համար 93, աչից Բրունո Ալմեյդա համար 21 եւ կենտրոնական հարցակողն է Գոնսալո Գրեգորիոն։ Նախ նշենք, որ մեկնարկեց սկսում են հայկական թիմի Կոպա լիգայի որակավորման փուլում, այսինքն դա հնարավորություն կտա անհաջող ելույթի դեպքում նահանջել Կոնֆերենցիաների լիգա խորքից փոխանցում հասնում է գնդակը Պինսոնին կամ գրեթե հասնում էր Պինսոնին։ Պահ է հիմա վերապրում 13 անընդմեջ հաղթանակ է տարել պաշտոնական հանդիպումներում Հայաստանի առաջնության, ինչը իդեպ այս պահին ամբողջ աշխարհում ռեկորդային ցուցանիշ է բոլոր ներքին առաջնությունների հաշվարկում։ Իսկ այստեղ լավ դուրս չեկավ իր տեղից Մնացածները սովորաբար փորձում են եվրագավաթային խաղում իրենց ուժերից ավելի բարձր ելույթ ունենան, ինչ կոմբինացիա պետք է եզրափակել Չինարի Գրեգորիո խաղից դուրս Ջոնսեն նորվեգացին փոխանցում է կապտան Տուգանային հրապարակ, քիչ էր մնացել գոլով ավարտվել դրվագը, բայց գրեթե շարունակվում է հետ փոխանցում։ Մի փոքր հապաղեցին եւ անկյունային ընդհանրեն Բարձից փոխանցում, դուրս է գալացող բուժօգնություն է ստանում հյուրերի, բարձից փոխանցում, անկյունային է լինելու, բարձից փոխանցում Պինսոն, դրանց չենք տեսել իր դրիբլինգը կիրառելիս, հիմա տեսանք, վտանգավոր է արված, փակում են Իսապաշտպաններից մեկն է դառնում, իսկ սա հակագրողն է Վիրջիլ Պինսոն, անցավ մեկ մրցակցի, փոխանցում կենտրոն Ալմեյդա Որքից փոխանցում Պինսոնին իջեցնում է գնդակը ֆրանսիացին, հիմա կփորձի շրջանցել, ինչ փայլուն հնարքեր եւ Տորարինսոն կարելի է երկար ուղարկել կենտրոն կամ ցածրից, ինչու ոչ, Չինարի նրա կրոսը Տուգանային հրապարակի կենտրոն Երկին Ֆերեյրա դեպի Տորարինսոնը, բարձից փոխանցում ձգվում են Մյուս կենտրոնական պաշտպանները Շատ լավ խաղաց այստեղ Պացացյան, խաղում է ձախ Փոխանցում Տուգանային հրապարակ նվաճել, իհարկե դա առավելագույնը չէր Տորպեդոն չեմպիոնական հավակնություններ ուներ, բարձից փոխանցում, հիմա վտանգավոր է, բայց լավը չէ, իսկ սա պատխահարկումներն են, երկրորդը անընդմեջ, Չինարի բորդ որոշում էր շատ Փոխանցումը չի անցնում, լավ աշխատեցին պաշտպանությունում, բայց հետո արդեն վատ, Զոլոտիչը ինքը ի վերջո սա սկզբունքային հանդիպում է երկու հարևան երկրների թիմերի միջև Լավ խլեց այստեղ գնդակը Ալմեյդան, հարվածում է, բայց շատ լավ փոխանցում էր Պինսոնին Վիրջիլ դեպի կենտրոն, Սախոն թույլ չի տալիս հարվածել, իսկ հիմա արդեն չի կարող թույլատվությամբ է վերադառնում պաշտպանություն թիմը եւ այստեղ տեսանք, թե ինչպես դա արեցին Այստեղ խորամանկ խաղաց Չինարին, ստանում է պատասխան փոխանցում, Գրեգորիո առաջինն է լինելու գնդակին, այո, բայց դեռ հարմար չէ հարվածելու, հիմա հարմար է եւ դարպասը ձողն է փրկում Գոնսալո Գրեգորիոն պատրաստվում է հարվածել այստեղից, ցածրից ունեն հյուրերը Փոխանցում Վարլեին, նայ գնդակով, տեղափոխվում է կենտրոն, կարող է արդեն հարվածել պաշտպանը, բայց այս հարվածը վտանգավոր դադար է վերցնում երիտասարդ հայ ֆուտբոլիստը, որ առաջին հայ ֆուտբոլիստն է այս մրցավեճում Չինարի շատ լավ շրջանցեց պաշտպանին, մի փոքր հապաղեց, բայց փոխանցումը միևնույն է դիպուկ է, իսկ Վիրջիլ Պիրես խաղում է ձախ, Գրոհ ինչպեսի զարգացում ունի, հարվածում է հենց հերպես Եվ Տորարինսոնը տեղափոխվել է դաշտի կենտրոն դրա պատճառով Պինսոն թիմը Հիմա անկյունային է իրացնում, հեռացնում է գնդակը Գոնսալո Սիլվան, նույնիսկ Պլոշատնի միջամտության կարիքը չեղավ այստեղ Եվ Զիտայի կրունկով փոխանցումը Ալմեյդան հեռացել է աչից է խաղում Չինարին, հիմա Գոնսալո Սիլվա Ալժիրից է Պիրես, կենտրոն է ուղարկում Տարածություն ունի հարված Գտուստի պետք է որ արդեն ֆուտբոլիստները սովորած լինեն Պիրես վտանգավոր կարող է գայում Իսկ մի պահ նույնիսկ Բարսելոնայի երկրորդ թիմում էր խաղում դրանից հետո Ինչ է այստեղ հրել է ոչ ձեռքով Մատեուս Այասը եւ հենց Այասը լավ կա նայ փոխանցում կատարելու վտանգավոր է եւ քիչ գտնեն վերադառնալու իրենց քաղաք Գիտեք այդ քաղաքը Բարսից փոխանցում Անզգուշ է խաղում դարպասապահը եւ Գրենիկ Պետրոսյանը բացում է հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին Ահա եւ գոլը ստանդարտից Գիտենք նման որքան լավ է իրացնում ստանդարտները որքան շատ գոլեր է խփում
Fastex Premier League-ում եւ հիմա էլ կարողանում է Տորպեդոյի դեմ մրցավեճում դա անել եւ միակ հայ ֆուտբոլիստը։ Ոչ միակը չէ, արդեն Կոնեգլյանի ներկայության պարագայում, բայց Գրենիկ Պետրոսյանը բացում է հանդիպման հաշիվը, դա է կարևոր։ Իդեի խլումը գնդակի Խասպիրեսի ուղղությամբ, վերջինս ավելի աչ է ուղարկում, Խամեսը պատրաստ է դիմավորել, հարված դեպի հեռավորային վրացի ֆուտբոլիստը։ Հարվածում էլ է շատ հեռվից։ Ահաստանում է գնդակը Մատեուս Այասը։ Ծախով է հարվածում։ Արդարացված Վարլեի լավ անցավ Այասին։ Խառնաշփոթ իրավիճակ է Նոյայի Տուգանային հրապարակում, պետք է զգույշ խաղալ այստեղ, հարված եւ նա դուրս էր գալիս հեռացնում գնդակը եւ նման բաներ։ Արդյունքում մի դարպասապահի դարպասին շատ հարվածներ չկատարվեցին, մյուսին ավելի շատ, բայց ներգրավվածությունը կարծես հավասար էր, իսկ հիմա կարող է հաշիվը 2-0 դառնալ Խուդավերդյան, բայց